քաղաքական բանտարկյալներին, ուզում եմ համերաշխությունը կրկնել Նարեկ Սամսոնյանին, ով հիմա հացադուլի մեջ է նաև քաղաքական հետապնդման արդյունքում։ Իհարկե նաև մեր համերաշխությունը հայտնենք Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցներին, որովհետև իրականում այս գործերը նորից կրկնեմ, որ փոխկապակցված են։ Պարզապես Նիկոլն ու Ալիևը որոշել են, թե հայերի որ մասը պետք է նստի Բաքվում եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նստեց Բաքվում, ես մասով պետք է նստի եւ դատվի Հայաստանում։ Դավիթը եւ մնացած տղաները, սրբազանները ընտրված այլ համանքապետեր այսօր քաղաքական Հայաստանի համար հետապնդում։ Զավեշտալի է լսել իշխանական քարոզիչների այդ էժանագին պնդումները, որովհետեւ անկեղծ խոսանք, Հայաստանում դնում ենք մի կողմ իրավիճակ։ Աշխարհում չկա մեկ երկիր, որտեղ իշխանությունը ընդունի, որ կա քաղաքաբանտարկյալ։ Բելարուսում հարցնեք, Հյուսային Կորեայում հարցնեք, Ադրբեջանում հարցնեք, Թուրքիայում հարցնեք, ոչ մի բռնատեր ավտորիտար կառավարիչ կյանքում չի ասել, որ կա քաղաքական բանտարկյալ։ Եվ այդքանով կընդգծի, որ այո, քաղաքական բանտարկյալներ կան։ Եվ Հայաստանում անկախ նրանից թե ով ինչա պնդում կամ ով ինչա ծլբլում կամ մեկը ինչ որակի լապշա է դորեփում ու կախում է խեղճ հայրենակիցների ականջներին, ցավոք սրտի Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ կան քաղաքական բանտարկյալներ։ Եռակի զավեշտալի է, որ այստեղ այդ ամենը տեղի ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում, Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրի դատաիրավական համակարգի ձեռքերում։ Դավիթի գործը ոտքից գլուխ քաղաքական է։ Ով որ կասկածում է, բայց ունի ընդհանրենք առողջ բանականության նշույլներ, եթե նոր տարվա ալկոհոլը եւ բուդը ամբողջությամբ չեն սատկացել իրենց գլխուղի գործ բջիջներին, ապա կարող է հետեւալ հարցի պատասխանով ինքը որոշում կայացնել։ Դավիթը քաղաքական բանտարկյալ է, թե չէ։ Առաջինը, ինչու 18 թվականին վերագրվող դեպքերի հետ կապված Դավիթը նստեց 25 թվականին 7 տարի լուրջ, ինչպես կասեր նախագահ Յայիրոկ, 7 տարի հետո պետք է նստել։ Երկրորդ հարցը, ինչու եթե կարող էր Դավիթը դատվել այդ հոդվածով, ենթադրենք պետք է դատվի մինչև 6 տարի ժամկետով, այդ դեպքում ազատ դարձածվեր, իր վրա կտարածվեր ամնիստիան, իսկ 6 տարի 3 ամիս ժամկետով դատվելու դեպքում դուրս չի կարող գալ բանտից։ Այդ էլ է պատահական լուրջ։ Երրորդը, արդյոք Դավիթի գործը չի ակտիվացել այն ժամանակ, երբ որ Դավիթը համաձայնեց, համարձակվեց, արիություն ունեցավ լինելու հանրապետական կուսակցության, իսկ 4 ամիս ուշացումով միացյալ խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածու։ Այդ էլ է զուգադիպությունը։ Դե կներեք, հենա ինձ կներկայացնեն, ես այդ բանը քաղաքական բանտարկյալը ես եմ եղել, տնային կալանքի տակ։ Դավիթը չնեղանա, լավ, այդ կարելի էր այդ հարցը այդ լավությունը կոպիտ ասած վարչապետ ներկայացնելու ուրիշ մարդկանց վրա էլ նաև անել են, դա այդպես չի աշխատում, այսինքն ոչ մի հիմնավորում, որ փորձում են այդ իշխանական քարոզիչները կամ իշխանության ղեկը զավթած դատաիրավական համակարգի պատասխանատուները բերել, չի դիմանում քննադատությանը։